Ազգային ժողովում շարունակվեց Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, սակայն ինչպես երեկ, այնպես էլ այսօր падգամավորների ելույթներն առնչվում էին ոչ թե օրակարգային հարցերին, այլ եկեղեցի պետություն հարաբերություններին։ Ընդդիմությունն իշխանությանն այս անգամ էլ մեղադրեց եկեղեցու թեման արհեստականորեն Ազգային ժողովի օրակարգ մտցնելու մեջ, նշելով, որ այդ թեման իրականում հասարակությանը չի հետաքրքրում, փոխարենը հետաքրքրում է օրինակ գազի թեման։ Ազգային ժողովի նիստում իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձավ եկեղեցի պետություն հարաբերություններին, կարևորելով դրա դերակատարությունը պետության եւ հասարակության կյանքում, որի առողջացման համար էլ բարձրաձայնվում են այդ խնդիրները։ Նա վստահեցրեց Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը եկեղեցու եւ հավատքի հետ կապված որևէ խնդիր չունի։ Ըստ նրա, այն մարդիկ, որոնք եկեղեցին արատավորում են, պետք է հեռանան։ Հավասարության նշան դնել եկեղեցու եւ Կտրիչ Ներսիսյանի միջև կամ քեռակնոջ միջև, դրանք անարդար բաներ են։ Եկեղեցում կան շատ ու շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակ ունեն։ Դե գործող ինչ որ մարդ կա, որը որտեղ ղեկավար է, ոնց են երեկվա միտինգներին տարբեր կազմակերպություններից մարդկանց տանում, այտենց տիպում տանում էին, այտենց էլ շատ մարդիկ ստիպված պաշտոնի կարգավիճակի բերումով գնում են եւ ներկայացնում են դա որպես եկեղեցու դեմ պայքար։ Եկեղեցու դեմ որևիցե մեկը չի պայքարում, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր բոլորի եկեղեցին եւ դրա մեջ կասկած չկա։ Բայց այն մարդիկ, ովքեր որ առատավորում են, պետք է հեռանան եւ ես վստահ եմ, որ իրենք հեռանալու են։ Սիմոնյանը նշեց, որ եկեղեցու կողքին կանգնած մարդիկ հիմնականում կաթոլիկ են եւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ են։ Ըստ Սիմոնյանի, նրանք, ովքեր խոսում էին խմբակներից, հոխորտում էին Հայաստանի Հանրապետության հասցեին, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում այդպես վարվեին, ինչ կլիներ իրենց հետ։ Այնուհետև Ալեն Սիմոնյանը հիշեցրեց իր ծառայության տարիները, թե ինչ էր կատարվում բանակում 2000-ից 2002 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահն էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարը, Սերյան Օհանյանն առաջին բանակային կորպուսի հրամանատարը։ Կներեք, որ պատմում են, բայց պետք է շփացնել էսի միլիոնատերների երեսներին, էլի։ Կտրտում էին, լցնում էին կաղամ, կարտոֆիլ ու կիլկիվ տամատնամ սոուսի։ Եռացնում էին ու տալիս էին երեխեքին։ Իսկ հաց ստանում էինք 7-ից 10 օրը մեկ, այդ հացը փաթաթում էին թաց շորի մեջ, դուք պատկերացնում եք հացը 7-10 օր փաթաթված։ Ուր են սրանք։ Ուր է այդ հայրմեր չիմացող մարդը, որ մեծ փրթում է, գիտի իր փողերը իրան փրկելու, հա։ Այնքան կարամ պատմեմ, որ Վերադառնալով եկեղեցու թեմային քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն առաջարկեց այն ամբողջապես մտցնել հարկային դաշտ։ Ըստ պատգամավորի, երբ եկեղեցին մտնի հարկային դաշտ, դրանից հետո քննարկելի կդառնա երկու տարբերակ։ Առաջին, կառավարությունն ամբողջապես եկեղեցուն է վերադարձնում գումարը, հավաքագրված գումարը որպես նվիրատվություն, սակայն այն հատկացնում է կոնկրետ ծրագրերի շրջանակում եւ իրականացնում է վերահսկողություն այդ գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ։ Եվ երկրորդ, կառավարությունը չի վերադասում հավաքագրված գումարը եւ եկեղեցին ամեն տարի դիմում է կառավարությանը կամ որևէ հաճախականությամբ կոնկրետ ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Կառավարությունն իր հերթին քննում է ծրագրի նպատակահարմարությունը, որից հետո որոշում է կայացնում տրամադրել գումար թե ոչ։ Հաջորդիվ ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանն իրենց ելույթներում փորձեցին ցույց տալ, թե իբրև եկեղեցու նկատմամբ դրսևորած այսպիսի վարքագիծը իշխանականների հերթական վախի դրսևորումն է։ Նրանք գործող իշխանությանը կրկին մեղադրեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվերները կատարելու համար։ Համարժեք պատասխանն իհարկե չուշացավ։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, այս երկրում Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, որը Ալիևից ոչ միայն հավանություն, այլև երաշխավորագիր է Ռոբերտ Քոչարյանն է։ Նա կոմունիստական կուսակցության անդամ է դարձել Հեյդար Ալիևի տված երաշխավորագրով։ 1998 թվական Ռոբերտ Քոչարյանը պիտի ստանձնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմում է $139 միլիոն, Ադրբեջանը կազմում է $150 միլիոն։ Տարբերությունը 11 միլիոն։ 11 միլիոն, ոնց ասեմ, Քոչարյանի տան գնի չափ ընդամենը։ $2000 միլիոն 2008 թվական Քոչարյանը հանձնում է նախագահությունը։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն $364 միլիոն։ Ադրբեջանին ուշադրություն 1 միլիարդ 932 միլիոն դոլար։ Հասկանում եք, մարդը ստանձնել է պետության ղեկը,
ունենալով Ադրբեջանից բյուջեի տարբերություն ռազմական, ընդամենը 11 միլիոնի։ Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, թե նախագահ Քոչարյանի կառավարման տարիները ծաղկման տարիներ էին, ընդունեց. դրանք ծաղկման տարիներ են եղել Ադրբեջանի համար։ Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ կրկին ընդդիմադիր գործընկերներին ներկայացրեց ոչ պետականամետ անցյալը, որի հետևանքները ծանր եղան հայ ժողովրդի համար, ապա վստահեցրեց. մենք եկեղեցու դեմ չենք պայքարում։ Մենք պայքարում ենք, որ հոգևոր իշխանությունը զավթացների ձեռքից եկեղեցին վերադարձնենք ժողովրդին, ինչպես որ իշխանությունն ենք վերադարձրել ժողովրդին։ Ուղիղ ասում ենք, Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, առնվազն 1 զավակ, եւ պետք է ազատի Աստծո տունը իր պես սրբապիղծների հետ միասին։ Լսեցի որոշ եկեղեցականներ ասում են, մենք Գարեգին Բեին այլընտրանք չունենք, ինչը абսուրդ է ուղղակի եւ կարծում լկտիություն, որովհետեւ չհերքել այդ փաստը եւ ասել, որ մենք այլընտրանք չունենք, նշանակում է, որ մնացած այլընտրանքներն առնվազն 1-ից ավել զավակ ունեն։ Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթում ընդգծեց Կտրիչ Ներսիսյանի եւ բարձրաստիճան հոգեվորականների խնդիրն իրական Հայաստանի հետ է։ Գալիս եմ եզրահանգման, որ Կտրիչ Ներսիսյանի եւ բարձրաստիճան հոգեվորականների խնդիրը իրական Հայաստանի հետ է։ Որովհետեւ իրական Հայաստանը հնարավոր չի թաքցնել սքեմի տակ։ Եվ որովհետեւ այն ինչ որ թաքցվել է խնամքով այդ սքեմի տակ, իրական Հայաստանում ստիպված է լինելու այդ սքեմը մի կողմ քաշել, որպեսզի պարզվի, թե տակը ինչ կա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծելով. այն մարդիկ, որոնք խոսում են եկեղեցու իբրև պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, պատմությունը, ավանդույթներն ու արժեքը։ Եկեղեցու եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին եւ պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության եւ ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաև, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական, գաղափարախոսական եւ նյութական անվտանգություն այդ թվում, որովհետեւ այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն։ Վարչապետի խոսքով հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից եւ իրենք ոչ թե եկեղեցու դեմ են պայքարում, այլ պայքարում են եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։